Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ամեն առիթով գճանա դարածել այն խապկանքը, թե Ադրբեջան խաղաղության գծկտի, Իլհամ Ալիև գրավյալ Ստեփանագերդի մեջ բացումը կգադարեր այսպես կոչված հաղթանակի զբոսայգին, որ նվիրված է 44-օրյա պատերազմին։ Այս իրադարձությունն են քանի օր առաջ Փաշինյան, որուն համար Արցախի էջը փակված է, Սենտ Պետերսբուրգի մեջ կովապանական խոսքեր շրայլած էր Իլհամ Ալիևի հասցեին։ Մյուս կողմը Ալիև աղդամի մեջ արհամար հանքով խոսեցավ Հայաստանի մասին եւ հայտարարեց, որ այդ փոքր նույնիսկ աղքատ երկրին հանդեպ բաժամիջոցներ չհաստատվեցան, այլ որոշ երկիրներ Հայաստանի միլիարդավոր դոլար արժողությամբ զենք տրամադրեցին։